Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինցկան։ Նրան ընդունել է Փաշինյանը քննարկել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը եւ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության, ապա շրջափակման ուղղված քայլերի վերաբերյալ։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանն այսօր սկսում է նավթամթերքի արտահանումը Հայաստան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, որի հաղորդմամբ այսօր Հայաստան կուղարկվի 22 վագոն բենզին։ Իդեպ Փաշինյանը ևս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքը գալիս է Հայաստան։ Նրա խոսքով նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել։ Վարչապետի ճեպազրույցը։ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք։ Գլխավոր դատախազան Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը վերադարձվել են պետության։ Տեղի է ունեցել կառավարության նիստը։ 3-10 եպիսկոպոսներ հավատավոր հոտին հոգևոր հավաքի են հրավիրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II-ին հանգստի կոչելու պահանջով։ Այսօր նրան գնացել են Մայրաթոր կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ հանձնել քարտուղարություն։ Եկեղեցու ներսում հակասությունները հասել են գագաթնակետին, 3-10 եպիսկոպոսներ հավատավոր հոտին այսօր ժամը 17-ի հոգևոր հավաքի էին հրավիրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II-ին հանգստի կոչելու պահանջով։ Այսօր եպիսկոպոսներն այցելել են Մայրաթոր կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ հանձնել քարտուղարություն։ Ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ այդքանով իրենց առաքելությունն ավարտված է, իսկ հաջորդ անգամ լինելու են Մայրաթորում աղոթելու ազգի ու հոգևոր դասի ամրապնդման եւ պայծառության համար։ Նշենք, որ Մայրաթորի բակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։ Ոստիկանական շղթայի մի կողմում հավաքված են կաթողիկոսի հեռացումը պահանջող քաղաքացիները, մյուս կողմում կաթողիկոսի աջակիցները։ Այլ թեմաներ Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինցկան, նրան ընդունել է Փաշինյանը քննարկել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության եւ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության օրակարգի առաջ մղման։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը եւ շնորհակալություն հայտնել վարչապետին նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու եւ հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։ Անդրադարձ է կատարվել Վաշինգտոնյան հռչակագրին, նաև դրան հաջորդող իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության, ապա շրջափակման ուղղված քայլերի, մասնավորապես թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի վերաբերյալ։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները։ Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում էլ դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել։ Ավելի վաղ Վարդանյանն հեռախոսազրույցեր ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ, հայտնելով, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը նշել է, թե իր ելույթում պատրաստվում է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է տարբեր հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրերու նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Իդեպ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կառույցում այսօր ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին ազգային անվտանգության պաշտպանության քողի ներքո ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին ազատազրկելու համար։ Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շահկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ, հայտարարել են Եվրախորհրդարանի падգամավորները։ Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից գիտնական Բահրուս Սամեդովի եւ Թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի ձերբակալությունները, դրանք որակելով ապօրինի։
Ադրբեջանն այսօր սկսում է նավթամթերքի արտահանումը Հայաստան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, որի հաղորդմամբ նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր Հայաստան կուղարկվի 22 վագոն բենզին, որը արտադրվել է Սոկար ընկերության կողմից։ Ըստ լրատվամիջոցի բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով, թե հայկական որ ընկերություններն են գնել ադրբեջանական բենզինը դեռևս հայտնի չէ։ Իդեպ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ևս հաստատել է, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնաց կգալիս է Հայաստան։ Նրա խոսքով նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որոնց հնարավորությունների մասին երկու երկրների գործարարշրջանակները կտեղեկացվեն եւ համապատասխան հետաքրքրության արկայության պարագայում արդեն գործարքներ կկնքվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու Երասխից Նախիջևան սահման եւ Ախուրիկից Թուրքիայի սահման հատվածների ամբողջական վերականգնմամբ։ Փաշինյանն այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով TRIP նախագծին Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանեց։ Հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով, այսինքն դա հստակ ձևակերպված է։ Վարչապետը սակայն կոռեկտ չհամարեց այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը։ Բայց նաեւ ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու Երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախիջևան սահման եւ Ախուրիկի հատվածի միջև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն։ Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե Հարավկովկասյան երկաթուղին պատրաստակամություն է հայտնել միայն Մեղրիի երկաթուղային ցանցը Հայաստանին փոխանցելուն, Փաշինյանը պարզաբանեց։ Երկաթուղ Մեղրիի հատվածի հետ կապված թյուրըն բռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվել որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Վարչապետը նաև հաստատեց տեղեկությունը, որ Հունգարիան հանել է իր վետոն եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ Նա շեշտեց, որ այդ գումարը նպաստելու է խաղաղության օրակարգի առաջմղմանը եւ ծառայելու է դրա իրագործմանը։ Այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են եւ կա կոնսենսուս, թե յուռե որոշումը կլինի կհրապարակվի, դա բովանդակային առումով էս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Վաշինգտոնյան պայմանավորվածություններից, նշելով, որ այն, ինչ անկախ Հայաստանի եւ անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ։ Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաեւ ԵԱՏՄ-ի սահմաններում։ Կամ հիշում եք օգոստոսի 8-ին երբ որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանն է, ես էլ ասում եմ ոչ, ասում եմ սա նոր հնարավորություններ է բացում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել դեկտեմբերի 11-ին Մոսկվայում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստի ժամանակ։ Փաշինյանը հատկապես կարևորեց Հայաստանին 15,000 էլեկտրամոբիլների քվոտաների տրամադրումը, շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մասին մաքսային ընթացակարգերը առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ օրակարգերը։ Հիմնական խնդիրը այնա, որ տնտեսական փոխգործակցությունը ավելի արդյունավետ դառնա, բայց գիտեք ինչ, ամեն ինչ չի, որ ֆորմալ որոշումներով է
կարգավորվում։ Հիմա օրինակ տեսեք, Ղազախստանի հետ տեսեք մեր քաղաքական հարաբերությունները ինչ բարձր մակարդակում են։ Եվ Ղազախստանը եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Բայց եկեք նայենք առևտրաշրջանառությունը։ Շատ փոքր։ Փոքր իր պոտենցիալի համեմատ եւ փոքր, այո, բացարձակ թվով էլ փոքր։ Ինչու լոգիստիկ կապերի պրոբլեմների պատճառով։ Խոսելով Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգից Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջապես դասեր քաղել անցյալի սխալներից ու հետևություններ անել։ Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ուղիղ ասում եմ, հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Որովհետև դա ճանապարհը մեր եւ մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել։ Մենք չենք գնում, մենք ասում ենք Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Դուք պետքա տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում։ Ստանաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մենք ասում ենք Հայաստանի քաղաքացիներ։ Փաշինյանը նաև հաստատեց, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքը գալիս է Հայաստան, նրա խոսքով նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որոնց հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն եւ համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում արդեն գործարքներ կկնքեն։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ այս ուղղությամբ գործակցությունը շարունակելու հավանականությանը, վարչապետը նշեց, որ Վրաստանի տարածքով տարանցումն ապահովելու սակագների հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Միաժամանակ հույս հայտնեց, որ այդ հարցերը լուծում կստանան։ Եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կմասնակցի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք։ Գլխավոր դատախազ Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը պետության են վերադարձվել դատախազության պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում։ Նիստում մանրամասն նաև ներկայացվել է այս տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված եւ իրականացվող աշխատանքները։ Կառավարությունն ավելի քան 12 միլիարդ դրամ կհատկացնի 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Օրենքի համապատասխան նախագիծը կառավարության գործընկերներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալուն համաֆինանսավորում ենք անելու։ Ինչի՞։ Շուրջ 6 անգամ ավելի մեծ։ Ինչն է պատճառը։ Պատճառը, որ ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք, եթե այդպես ասեմ, նաև կուզեմ արձանագրել, որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավելի քան 200%-ով եւ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից ավելի քան 2 միլիարդ դրամով։ Փաշինյանն առաջարկեց համայնքներից կտրված տներից մարդկանց հանել եւ նոր բնակարան գնել վերջիններիս համար, քան միլիարդներ ծախսել ենթակառուցվածքների վրա։ Ժամանակին համայնքը հողը տվել է, օքեյ տվել է, լավ։ Շինթույլտվությունը տվել է, բայց հիմա, ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք բանը գերակա շահ ճանաչենք այդ տունը, առնենք տանք, մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն եւ այլն։ Ավելի ժան կնստի մեր վրա։ Գործադիրի ղեկավարը մոտ 1 ժամ թվարկեց այս տարվա ընթացքում ավարտված եւ ընթացիկ բոլոր սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները։ Մենակ այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում արվել սուբվենցիոն ծրագրերով, ասենք որ մնացած պատկերացրեք Բերդում հլեսա հիշողությամբ հիշենք, Գանձակար-Իցակար ճանապարհը, Նավուր-Թթուջուր ճանապարհը,
Չորաթանի ճանապարհը եւ այլ, այսինքն պետական բյուջեի միջոցներով հլա լրացուցիչ ինչեր ենք արել այս տարվա ընթացքում համեցեք 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացել են ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհը 55 միլիարդ դրամ ճանապարհաշինությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, եւս 2 միլիարդ դրամ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով եւ 2 միլիարդ դրամ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։ Խոսելով տնտեսության զարգացումից վարչապետը պետնախագահից հետաքրքրվեց բյուջեի հավաքագրումներից, ինչին ի պատասխան պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքեց ասելով. դրանք բավականին լավ են ընթանում, երկնիշ աճը պահպանվում է։ Բոլոր կտրոններով քանակով եթե նայենք 18%-անոց աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք, բայց այստեղ ուրախալին նա է, որ անկանխիկի վարկագիծը կտրուկ փոխվել է առևտրում եւ այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52%-անոց աճ ունենք, իսկ հասույթների 31%-անոց աճ ունենք, այսինքն այս կտրոնների եւ հասույթների ՀԴՄ մեծ մասը ապահովում է անկանխիկի միջոցով, անկանխիկ վճարումների։ Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Հիմա ես ավելի եմ հակվում մեր գործընկերներից ռադիկալ հայացքներ ունեցողներ կան, միշտ որ այդ հայտարարությունը անում է, բան տենց բան անցնում, տենց լարում անցնում դալիճով, այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ ինչն է սա, պետք կանխիկ փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Վարչապետը հանձնարարեց փակել այդ եւ նման գործելավոճով աշխատող խանութները։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը համաձայն նոր հավելվածի ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գույքի հետագա տնօրինման նպատակով։ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 7 անվանում անշարժ գույքեր, որոնց ընդհանուր հողամասի մակերեսը կազմում է 18.6 հեկտար, իսկ ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 650 միլիոն 862 հազար դրամ, ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագա տնօրինում իրականացնելու նպատակով Նշված գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել գլխավոր դատախազության հայցերի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը եւ ըստ անհրաժեշտության կիրականացվեն դրանց մակերեսների անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ գույքերից երկուսը գտնվում են Կոտայքի մարզում, երկուսը Երևան քաղաքում, մեկը Լոռու մարզում, մեկը Տավուշի մարզում եւ մեկը Արմավիրի մարզում։ Առաջինը Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող 2.32 հեկտար մակերեսով հողամասն է։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 375 միլիոն 297 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը դեռ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի։ Հայցով պահանջել էին անվավեր ճանաչել հողամասի աճուրդը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Բողոքարկման բոլոր ատյաններից հետո վճռը մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այսօր ամրացնում են կառավարությանը։ Կառավարության նիստի ավարտին Փաշինյանը տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի շարքում կարևոր մշակութային արժեքի ձեռքբերման մասին եւս որոշում են կայացրել եւ խնդրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին մանրամասներ ներկայացնել։ Պաուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտյա դրան փեղկե ձեռք բերվի եւ Հայաստան տեղափոխվի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք թողարկումը Մալաթիայի ոսկու շուկայում իրականացված քննչական գործողությունների արդյունքներով ձերբակալվել է մեկ անձ։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածով։ Ըստ տեղեկությունների ձերբակալված անձը Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենն է, ազգային ժողովի նախկին падգամավոր Հակոբ Հակոբյանը լեդի Հակոբ Մականբամբ։ Անցնենք միջազգային լրահոսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է վերադարձնել Ռուսաստանից նախկինում ձեռք բերված S-400 համակարգերը Վաշինգտոնի հետ հարաբերությունները սերտացնելու համար, հաղորդում է Bloomberg-ը։ Ըստ ամերիկյան գործակալության Թուրքիայի առաջնորդը բարձրացրել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ գործակալության աղբյուրների, Անկարան նաև ձգտում է վերադարձնել այդ համակարգերի գնման վրա ծախսված միլիարդավոր դոլարները Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների զեղչի տեսքով։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Գերմանիայի Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել ռազմական տեխնիկայի վրա ավելի քան 50 միլիարդ եվրոյի ծախսերին։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ սա երբևէ հատկացված ամենախոշոր միանավակ ֆինանսավորումն է, որը նախատեսված է զինված ուժերի տեխնիկական արդիականացման եւ նոր զինատեսակների ձեռքբերման համար։ Առավել մեծ միջոցներ են ուղղվելու համազգեստի եւ պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերմանը, քանի որ Բունդեսվերը ծրագրում է գործող զինվորների թիվը 184,000-ից հասցնել առնվազն 450,000-ի։ Եվրամիությունը մինչև 2027 թվականի աշունը ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազի ներմուծումից։ Եվրախորհրդարանն ընդունել է համապատասխան օրենքը ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Օրենքի ընդունումը ազդանշան է, որ Եվրոպան այլևս կախված չի լինի ռուսական գազից, ինչը պատմական շրջադարձ է ԵՄ էներգետիկ քաղաքականության համար։ Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ օրենք։ Բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին, նման մարմնի ձևավորումը Եվրամիության առաջարկություններից մեկն էր ԵՄ անդամության տեխնացուի կարգավիճակ ստանալու համար։ Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ։ Նախագահի ստորագրելուց հետո կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի 2026 թվականի մարտի 2-ին բյուրոյի գործառույթները կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարվածել են թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավի, հաղորդում է Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունը։ Հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Միացյալ Նահանգների զինծառայողներից ոչ ոք չի տուժել։ Հարավային նիզակ գործողության համատեղ աշխատանքային խումբը հարվածը հասցրել է պատերազմի նախարար Պիտեր Հեքսեթի հրահանգով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես Միացյալ Նահանգների ամենախաղաղասեր նախագահ, եթե դադարեցնի Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով կարևոր չէ Թրամփը կանգնեցրել է 7 թե 8 պատերազմ կամ հակամարտություն, բայց նա կենտրոնացած է դրա վրա եւ որոշ առումներով հաջողության է հասնում։ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ընթացքում թայլանդցի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 19-ից հասել է 21-ի, հայտնել է Թայլանդի թագավորական բանակը։ Նրանց տվյալներով Սիսակետ եւ Սակաեո նահանգներում ռազմական գործողությունների ժամանակ սկզբում զոհվել է 2 թայլանդցի զինծառայող։ Կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող իրենց դիրքերը։ Թայլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Կամբոջան հակամարտության ընթացքում որևէ մշտական կորուստ չի հայտնել, սակայն թայլանդական կողմի տվյալներով բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 200 կամբոջացի զինվոր, զոհվել է նաև 15 խաղաղ բնակիչ։ Այսքանը ցտեսություն։